Գեղանկարիչ Վարդգես Սուրենյանցը 1912 թվականի նոյեմբերի 5-ին Սանկտ Պետերբուրգից նամակ է գրում բեմադրիչ դերասան Արամ Վրույրին, որն այդ ժամանակ հուշարար հանդեսի խմբագիրն էր։ Սուրենյանցի նամակում կարդում ենք. «Դուք խնդրում եք ինձանից իմ կենսագրությունը, նա շատ կարճ է։ Ծնված եմ Ախալցխայում 1860-ին, սովորել եմ Լազարյան ճեմարանում, ապա Մոսկվայի նկարչական դպրոցում եւ վերջապես Մյունխենի թագավորական ակադեմիայում, որտեղ սկզբում ճարտարապետություն էի սովորում, բայց երբ իմ առաջին հրապարակ հանած պատկերս ինձ համար անսպասելի հաջողություն ունեցավ, վերջնականապես փոխվեցի նկարչության։ Առաջին անգամ ցուցահանդեսի մասնակցել եմ Մյունխենում 1884-ին։ Հայերենս հորիցս է, որը հազվագյուտ հայկաբան էր եւ գիտեր նաեւ աշխարհաբարը իր բոլոր բարբառներովը։ Ուղարկում եմ ձեր խնդիրքին համաձայն լուսանկար պատկերս, որը եղածների մեջ ամենահաջողն եմ համարում»։ Ահա այսպես մի քանի տողով համեստաբար եւ համառոտ իր կյանքի մասին գրում է 52-ամյա Վարդգես Սուրենյանցը։ Նա, ով ավելին էր, քան նկարիչը, հզոր, մեծ, շքեղ, զարմացնող ու հայ իրականության մեջ հավասարը չունեցող այս արվեստագետը իր հարուստ կենսագրությունը սահմանափակում է մի պարբերության մեջ։ Իսկ թե ինչպիսին էր նրա հատորների արժանի կյանքն ու կենսագրությունը կպատմեմ քիչ անց։ Այժմ ուզում եմ շնորհակալություն հայտնել ալիքին բաժանորդագրվելու ու տեսանյութերը հավանելու, մեկնաբանություններ գրելու եւ ալիքին նյութապես աջակցելու համար։ Ի դեպ, փետրվար ամսվա ընթացքում ալիքին նյութապես աջակցել են Հեղինե Հովհաննիսյանը, Վահան Գեղամյանը, Վարուժան Մարգարյանը, Անժելա Միքայելյանը, Օնեքս Արեֆը, Մելիք Հովակը, Ռուզաննա Կարսյանը, Արաքստեր Հովհաննիսյանը։ Հիշեցնեմ, որ իմ ալիքը գործում է բացառապես ձեր բարոյական եւ նյութական աջակցության շնորհիվ, ինչի համար անչափ շնորհակալ եմ եւ շատ զգացված։ Եվ այսպես Վարդգես Սուրենյանց 1860 թվականի փետրվարի 27-ին Ախալցխայում քահանա Հակոբ Սուրենյանցի եւ նրա տիկնոջ Ուստինեի ընտանիքում ծնվել է հայ մեծ նկարիչ, թարգմանիչ, արվեստի տեսաբան, հայ գեղանկարչության մեջ ազգային պատմանկարչության հիմնադիր Վարդգես Սուրենյանցը։ Վարդգեսը 7 տարեկան էր, երբ հայրը Հակոբ ավագ քահանա Սուրենյանցը աշխատանք է ստանում Սիմֆերոպոլում։ Վարդգեսի ավագ եղբայրը Սուրեն Սուրենյանցն արդեն սովորում էր Թեոդոսիայի Խալիբյանի վարժարանում, որի պատվավոր հոգաբարձուն էր Հովհաննես Այվազովսկին։ Ծանոթ լինելով ընտանիքի ավագ որդուն, Այվազովսկին ջերմորեն ողջունում է Սուրենյանցների ընտանիքի մուտքը Սիմֆերոպոլ եւ մտերմանում նրանց հետ։ Ու հենց Այվազովսկին էլ իր գործուն ներդրումն է ունենում Վարդգես Սուրենյանցի հետագա ստեղծագործական կյանքում։ Ըստ Սուրենյանցի քրոջ Յուլիա Սուրենյանցի հուշերի, 7-ամյա Վարդգեսն իր առաջին ներկերը նվեր է ստացել Ղրիմում հենց Հովհաննես Այվազովսկուց։ Բանն այն է, որ մի անգամ փոքրիկ Վարդգեսը ծնողների ու Այվազովսկու ընտանիքի հետ ճանապարհորդության են մեկնում Բախչիսարայ։ 7-ամյա երեխայի վրա մեծ տպավորություն են գործում Աբդուլ Սախայբ Գիրեի խանի կառուցած պալատի սրահները, գեղեցիկ այգիները, մարմարյա շատրվանները։ Նրան հատկապես կլանում ու զմայլում է հայտնի Արցունքի շատրվանը։ Տեսածից խիստ տպավորված Վարդգեսը վերադառնալով տուն հիշողությամբ ճշգրտորեն նկարում է շատրվանը, որը զարմացնում ու հիացնում է Հովհաննես Այվազովսկուն։ Սա տղան ազգիս պարծանքը դառնալու է, ասում է մեծ տովանկարիչը եւ յուղաներկերի մի տուփ է նվիրում շնորհալի երեխային։ Այվազովսկու կանխատեսում, կանխագուշակում, օրհնությունը չի ուշանում։ 1870 թվականին Հակոբ Սուրենյանցը որդուն Վարդգեսին ուղարկում է Մոսկվա Լազարյան ճեմարանում ուսանելու։ Սուրենյանցի ուսման առաջին տարիների մասին տեղեկություններ է հայտնում գրականագետ Երվանդ Շահազիզը։ Նա իր աշակերտական հիշողություններում գրում է. Վարդգեսը տղայական չարություններ անել չգիտեր, աշխուժ վազվզել, խաղալ չգիտեր, ծանրաբարո էր, դանդաղ, անսահման համբերող, բարի, պարկեշտ եւ խոնար, բայց այդ բոլորի փոխարեն բնությունը նրան զարդարել էր այնպիսի շնորհքով, որ մեզանից ոչ ոք չուներ, այդ նրա արտաքոկարգի նկարչական ընդունակություններն էին։ Մեր գծագրության ուսուցիչ Ժերենը միշտ նրան մեզ օրինակ էր բերում եւ գուշակում էր նրան մեծ ապագա։ Տղայք, ասում էր նա, ես մեռած, դուք կենդանի, ձեր ընկերը Սուրենյանցը ապագայում մեծ նկարիչ պիտի դառնա, հիշեցեք այն ժամանակ իմ ասածները։
Շահազիզը պատմում էր, որ Սուրենյանցը դասերի ժամանակ նստած նկարում էր ընկերներին ու ուսուցիչներին։ Մի անգամ նույնիսկ այնքան ճշգրիտ էր պատկերել Լազարյան ճեմարանի հոգաբարձու Խաչիկ աղա Լազարյանին, որ ուսուցիչները տեսնելով Լազարյանի տգեղ հայկական մեծ քիթը, նկարը ընկալել էին որպես ծաղրանկար ու պատժել Սուրենյանցին։ Լազարյան ճեմարանում Վարդգես Սուրենյանցը առանձնապես հետաքրքրված չէր մյուս առարկաներով։ Նա սիրում էր նկարել ու նույն սիրով ուսումնասիրում էր լեզուները, հատկապես որ հայոց լեզվի նրա ուսուցիչը անվանի բանաստեղծ Սմբատ Շահազիզն էր, իսկ պարսկերենինը նշանավոր հրապարակախոս Ստեփանոս Նազարյանը։ Վերջինս նույնպես նկարչական ձիրք ուներ եւ Սուրենյանցի նկարչական ընդունակությունները խրախուսում էր լիոլի։ 1875 թվականի հունիսի 15-ին Լազարյան ճեմարանի մանկավարժական խորհուրդը, տեսնելով Սուրենյանցի տաղանդը, որոշում է նրան կրթաթոշակ հատկացնել սովորելու տվյալ ժամանակների հեղինակավոր Մոսկվայի նկարչության, քանդակագործության եւ ճարտարապետության ուսումնարանում։ Փայլուն հանձնելով քննությունները, նա ընդունվում է ճարտարապետական ֆակուլտետի նախապատրաստական դասարանը։ Լազարյան ճեմարանում ստացած նկարչության տարրական դասերից հետո Մոսկվայի նկարչության, քանդակագործության եւ ճարտարապետության ուսումնարանը մի նոր մակարդակ ու գեղարվեստական միանգամայն այլ աշխարհ էր Սուրենյանցի համար։ Մաթեմատիկական առարկաների, ֆրանսերենի աշխարհագրության հետ միասին նա մեծ ոգևորությամբ սովորում էր ժամանակի նշանավոր ճարտարապետների դասարանում, կատարում էր գրադարանների, շքամուտքերի զանազան նախագծեր եւ զուգահեռ գեղանկարչության դասեր վերցնում ռուս նշանավոր նկարիչներից։ Վարդգես Սուրենյանցի ուսանողական տարիներից գրեթե ոչ մի աշխատանք չի ասել մեզ, բայց երբ 1879-ին մահանում է Ստեփանոս Նազարյանը, մշակթերթում տպագրվում է մի հոդված, որտեղ ներկայացվում է Մոսկվայում տեղի ունեցած մեծ հրապարակախոսի թաղման արարողությունը։ Հոդվածում կարդում ենք. Սեղանատունը մի դահլիճ էր, որի պատերից, բացի հայ թագավորների եւ կաթողիկոսների պատկերներից, կախ էր արված այդ օրը հանգուցյալ Նազարյանի մեծադիր պատկերը, շրջապատված ծաղկյա պսակով։ Նազարյանի այս պատկերը, որպես եւ նրա գիպսե դիմակը, որը շատ կարևոր էր ճիշտ արձան ունենալու համար, մեր տաղանդավոր երիտասարդ նկարիչ Վարդգես Սուրենյանցի աշխատությունն են։ Սա Սուրենյանցի մասին մամուլում առաջին հիշատակությունն է եւ հրապարակային առաջին գնահատականը, սակայն ոչ հոդվածը, ոչ էլ նկարչի ակնհայտ տաղանդը չեն օգնում եւ չեն նպաստում Սուրենյանցի կրթության համար տրամադրված կրթաթոշակի երկարաձգմանը։ Լազարյանները կրթաթոշակը դադարեցնում են եւ առաջարկում ուսումը շարունակել Լազարյան ճեմարանում։ Սակայն Սուրենյանցը այլևս չի վերադառնում ճեմարան։ Նրա հայրը որոշում է որդուն ուղարկել արտասահման Շտուտգարտի, Ցյուրիխի կամ Մյունխենի պոլիտեխնիկական բարձրագույն հաստատություններում սովորելու։ 1879-ի հուլիսին ավագ եղբոր ընտանիքի հետ Սուրենյանցը մեկնում է Վիեննա, ապա Մյունխեն։ Այստեղ բնականաբար նա հետաքրքրվում է տեղի գեղարվեստի ակադեմիայի ընդունելության պայմաններով, սակայն հետևելով հոր խորհրդին որոշում է ընդունվել որևէ պոլիտեխնիկական հաստատություն։ Սուրենյանցը սկզբում սովորում է Մյունխենի բարձրագույն պոլիտեխնիկական դպրոցի ճարտարապետության ֆակուլտետում։ Նյութական վիճակը ապահովելու համար նա Մյունխենում հայոց եւ ռուսաց լեզվի մասնավոր դասեր է տալիս։ Այդ նույն ժամանակ նա ստեղծում է մի խոշոր կոմպոզիցիոն աշխատանք հայկական կյանքից վերցրած մի թեմայով, որը ուսանողական ցուցահանդեսի ժամանակ վաճառվում է 800 մարկով։ Դա ոչ միայն խոշոր օգնություն էր նյութական, այլ նաև ճարտարապետական ֆակուլտետը վերջնականապես թողնելու որոշում։ 1880 թվականին թողնելով պոլիտեխնիկական դպրոցը Սուրենյանցը ընդունվում է Մյունխենի գեղարվեստի ակադեմիա։ Սա լուրջ հարված էր հոր համար։ Նկարչի անապահով վիճակի մասին պատկերացումները հորը ստիպում են բազմիցս գրել որդուն եւ համոզել, որ հետ կանգնի այդ քայլից։ Սակայն Վարդգես Սուրենյանցը պատասխանում է. Ես նկարիչ եմ եւ չեմ ուզում ընկնել երկու բանի ետևից։ Ես դիլետանտ չկամիմ լինել նկարչության մեջ։ Վերջապես դեպի ճարտարապետությունը չունեմ այն համակրությունը, այն ձգտումը, որ կարողանամ ինձ համար ստեղծված դժվարությունները հաղթելով ավարտել։
Սուրենյանցը երկրորդ նկարի վաճառքից հետո որոշում է մեկնել Իտալիա ծանոթանալու իտալական մշակույթի հետ։ 8 ամիս նա շրջում ու վայելում է արվեստների այս ճգնաղ երկիրը, նաև հյուրընկալվում է Վենետիկի Մխիթարյան միաբանությունում, որտեղ ուսումնասիրում եւ ընթորինակություններ է անում միաբանության գրադարանում պահվող ձեռագիր մատյաններից։ Հետագայում նա ճամփորդում է նաև Ֆրանսիայում, ապա Իսպանիայում։ Իդեպ Իսպանիայում ծնվում են ոչ միայն Սուրենյանցի հրաշալի կտավները, այլ այնտեղից նա գրում է նամակներ Իսպանիայի մասին, բայց սա միանգամայն այլ ու շատ հետաքրքիր թեմա է, որին կանդրադառնամ առաջիկայում։ Մյունխենի ակադեմիան ավարտելուց հետո Սուրենյանցը նշանավոր ռուս իրանագետ, Պետերբուրգի համալսարանի պրոֆեսոր Վալենտին Ժուկովսկու արշավախմբի հետ ուղևորվում է Պարսկաստան, որտեղ նրանք ուսումնասիրում են Թեհրանի, Սպահանի, Շիրազի եւ Մազանդարանի շրջանների պարսկական բարբառները, գրականությունը, բանահյուսությունը։ Սուրենյանցը այս ճանապարհորդության ժամանակ Պարսկաստանից բացի առաջին անգամ լինում է նաև Հայաստանում, տեսնում է Արարատը, Արաքսը, ավերակ դարձած Հին Ջուղան, Անին։ 1 տարուց ավելի տևած այս ճանապարհորդության ընթացքում ծնվում են Սուրենյանցի բազմաթիվ էտյուդները, որոնք 1-2 տասնամյակ անց ոգեշնչում են Սուրենյանցին ստեղծելու իր արևելյան թեմաներով կտավների աներևակայելի գեղեցիկ շարքը։ Պարսկաստան կատարած ճանապարհորդությունից հետո 1889-ի սեպտեմբերին Սուրենյանցը հրավիրվում է Էջմիածին Գևորգյան ճեմարանում նկարչություն եւ արվեստի պատմություն դասավանդելու համար։ Այս դասերից բացի Էջմիածնում Սուրենյանցը վանքի հարուստ գրադարանում ուսումնասիրում է այնտեղ պահվող ձեռագրերը եւ բազմաթիվ ընթորինակություններ է կատարում։ Էջմիածնում եղած տարիներին Սուրենյանցը ընդունում է Մակար կաթողիկոսի Մայր տաճարը նորոգելու առաջարկը։ Նորոգումը պատշաճ կատարելու համար նա ընթորինակում է տաճարի որմնանկարները, ստեղծելով թվով 130 էջ պատկեր։ Վերականգնման համար Սուրենյանցն ուներ իր կայուն ու հիմնավոր նկատառումները։ Իմ խորին համոզմունքով Սուրբ Էջմիածնի տաճարի թե ներքին, թե արտաքին ձևերին դիպչելը աններելի մեծ սխալ է։ Տաճարը այնպես պետք է վերանորոգվի, որ մարդ չիմանա, որ նրան ձեռք է դիպել, եւ այնպես տպավորություն գործի, թե իբրև թե նրան բնավ վնաս չի հասել անողոք ժամանակի շնչից։ Ցավոք այս սրտացավ ու պրոֆեսիոնալ մոտեցումը չի գնահատվում։ Եկեղեցին որպես վերականգնող ընտրում է Թիֆլիսից Էջմիածին ժամանած գերմանացի ճարտարապետ Շտերնին։ Սուրենյանցը այս արարքից վշտացած նաև հոգևորականների հետ ունեցած տարաձայնությունների հետևանքով 1891 թվականին հեռանում է Էջմիածնից։ Արվեստագետի հետագա կյանքն ու գործունեությունը հիմնականում կապվում են Մոսկվայի եւ Պետերբուրգի գեղարվեստական կյանքի հետ, որտեղ ստեղծագործական մեծ աշխատանքի հետ միասին նա զբաղվում է նաև հասարակական ակտիվ գործունեությամբ։ Մի կողմից Մոսկվայի գեղարվեստական թատրոնում Ստանիսլավսկու հրավերով նա ձևավորում է Մետերլինկի պիեսների բեմադրությունները, նկարում իր հայտնի Սալոմեն, որով 1912-ին մասնակցում է Մյունխենի գեղարվեստի ակադեմիայի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսին, ապա 1914-ին այն ներկայացնում Իտալիայում, հիմնում է նկարչական դպրոցներ, գրում հոդվածներ, կարդում դասախոսություններ, ձևավորում ու հրատարակում է այնպիսի գրքեր, ինչպիսին են Պուշկինի Բախչիսարայի շատրվանը պոեմը, Օսկար Ուայլդի Երջանիկ արքայազնը հեքիաթը։ Մյուս կողմից սրան զուգահեռ աջակցություններ եւ հանգանակություններ է կազմակերպում հոգուտ Թուրքիայում տուժած հայերի, պատերազմում վիրավորված զինվորների ու հայ սովյալների։ 1915 թվականին, երբ տեղի է ունենում հայոց ցեղասպանությունը, այդ պահին Սուրենյանցը միջազգային ճանաչման բարձրակետում էր։ Մեծ եղեռնից ցնցված նա թողնում է ամեն ինչ եւ 15 թվականի աշնանը մեկնում է Էջմիածին, որտեղ ստեղծում է գաղթականների բազմաթիվ պատկերներ, որոնք այսօր գեղարվեստականից բացի նաև փաստագրական արժեք ունեն։ Մինչ սա Սուրենյանցը Համիդյան ջարդերից հետո արդեն ստեղծել էր իր հայտնի շարքը «Ոտնահարված սրբություն», «Լքյալը», ջարդից հետո կտավները, որոնք ցուցադրել էր հայտնի պերեդվիժնիկների ցուցահանդեսներին։ Սրանց շարունակությունն է Հռիփսիմեի վանքը Էջմիածնի մոտ կտավը, որտեղ չկան ոչ ջարդի տեսարաններ, ոչ էլ
դրանց հետևանքները, սակայն ամայության մեջ միայնակ կանգնած վանքը, մռայլ երկինքը, գորշ անկենդան քարքարոտ միջավայրը լուր ցավի, բողոքի, ընդվզման, ցասման տպավորություն են գործում։ Ռիփսիմեի վանքը կտավը ոչ այլ ինչ է, քան ռեքվիեմ, կերպարվեստում։ Սա Սուրենյանցի իմ ամենասիրելի գործն է, որը կարող եմ անվերջ նայել։ Ժամանակի սղության պատճառով Սուրենյանցի կտավներին առանձին չեմ անդրադառնում, դա կանեմ հետագայում, այլ տեսանյութերով։ Իդեպ Սալոմեի մասին արդեն պատմել եմ իմ այս տեսանյութում, եթե դեռ չեք դիտել, կարծում եմ արժե նայել։ Էջմիածնից հետո Սուրենյանցը 1916-ին ուղևորվում է Թիֆլիս, որտեղ Եղիշե Թադևոսյանի, Մարտիրոս Սարյանի, Փանոս Թերեմեզյանի եւ ուրիշների հետ հիմնադրում է հայ արվեստագետների միությունը եւ այս կառույցի միջոցով փորձում է աջակցել ոչ միայն հայ արվեստագետներին, այլ նաեւ շարունակում է միջոցներ հայթայթել ցեղասպանությունից մազապուրծ հայությանը օգնելու համար։ Միության հիմնադիր նիստում ելույթ են ունենում Ալեքսանդր Շիրվանզադեն ու Հովհաննես Թումանյանը, ապա նաեւ Վարդգես Սուրենյանցը։ Աշխարհիս ամեն կողմը ցրված են զորեղ նկարիչներ, որոնցից ամեն մեկն իր գտնված երկրում անուն է հանել եւ հռչակվել է հայրենիքից դուրս։ Զորօրինակ Շահին, որ գտնվում է Փարիզում, Մախոխյան Բեռլինում եւ շատ ուրիշներ։ Եվ ամեն անգամ, երբ իրար պատահում էինք, միշտ լուրջ կերպով ցավակցում էինք, որ այդ կերպ անջատված ենք իրարուց եւ չենք կազմում մի ամփոփ ընկերություն։ Այդ գանգատը ես անձամբ հանգուցյալ Հովհաննես աղա Այվազովսկուց եւս լսել եմ, իր ելույթում ցավով ու ափսոսանքով ասում է նկարիչը, ու նաեւ առաջարկում արվեստը տարածելու իր ծրագիրը, հայաբնակ գավառներում ցուցահանդեսներ կազմակերպել, մանկական գեղարվեստական խաղալիքներ արտադրել, դասախոսություններ կազմակերպել, ու որպես օրինակ առաջինը ինքն է 16 թվականի մայիսի 2-ին հայ հասարակության համար հանդես գալիս դասական արվեստի մասին թեմայով դասախոսությամբ։ Իզուր չէ, որ ասում են, թե ինչ արել է Թումանյանը հայ գրականության մեջ, Կոմիտասը հայ երաժշտության մեջ, նույնն էլ Սուրենյանցը արել է հայ կերպարվեստում։ Սրանք համարժեք ու զուգահեռ գործող մեծություններ են։ Իդեպ Վարդգես Սուրենյանցը շատ մտերիմ է եղել Թումանյանի հետ, Թումանյանի դստեր վկայությամբ, երբ 1912-ին Թումանյանը դուրս է եկել բանտից եւ բնակվել ազգականներից մեկի տանը, այդ ընթացքում Սուրենյանցը նկարել է Թումանյանի դիմանկարը։ Սուրենյանցը մտերիմ է եղել նաեւ Պետրոս Ադամյանի հետ, ավելին Ադամյանը խաղացել է Սուրենյանցի թարգմանած Շեքսպիրյան պիեսներում, իսկ Սուրենյանցը նկարել է Ադամյանին Օթելոյի դերում։ Հայտնի է նաև Սուրենյանցի մտերմությունը կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի հետ, բանաստեղծ Ալեքսանդր Ծատուրյանի հետ, որը իր բանաստեղծություններից մեկն է նվիրել Սուրենյանցին, իսկ մեծ նկարիչը 2 ծաղրանկար է արել Ծատուրյանին նվիրված։ Այս ամենը պատմում են Վարդգես Սուրենյանցի մարդկային բարձր հատկանիշների, ազգային դիմագծի ու ինքնության պահպանման, ազգային մտածողության ու հայրենասիրության մասին։ Առհասարակ Սուրենյանցի մեծությունը, ինտելեկտուալ ողջ ներուժը ու կատարած աշխատանքը անվերջ ուսումնասիրման թեմա են։ Նա մեծամասշտաբ անսահման հնարավորություններով ու անսպառ տաղանդով արվեստագետ է, փայլուն դիմանկարիչ, բնանկարիչ ու խոշորագույն գրաֆիկ լինելուց բացի, նա նաև գրքի տաղանդավոր ձևավորող է, հայտնի թատերական նկարիչ է, արվեստի հմուտ տեսաբան, ճարտարապետ, քանդակագործ, հասարակական գործիչ ու թարգմանիչ է։ Իդեպ 8 օտար լեզուների՝ ռուսերենի, անգլերենի, իտալերենի, իսպաներենի, գերմաներենի, ֆրանսերենի, պարսկերենի եւ թուրքերենի փայլուն իմացությամբ այս նկարիչը բնագրից թարգմանել է Վիլյամ Շեքսպիրի Ռիչարդ III ողբերգությունը, Միջամառային գիշերվա երազը կատակերգությունը, Շեքսպիրյան սոնետների մի մասը, Գյոթեի, Հայնեի եւ այլոց ստեղծագործությունները եւ թարգմանել է հրաշալի։ Օրինակ, գերմաներենից թարգմանած Հայնեի այս բանաստեղծությունը պարզապես շատ գեղեցիկ է։ Սիրտս ճնշված է, հոգիս պղտորված։ Անցյալ դարերը միտքս են ընկնում, երբ հյուրընկալ էր զվարթ էր աշխարհ։ Մարդս էլ հանգիստ էր ապրում աշխարհում։ Իսկ այժմ ամեն բան ասես փոխված է։ 4 դին նեղություն կսկիծ է տիրել։ Ասես վերևում Աստված մթնած է, իսկ ներքևում սատանան մռայլ։ 4 դին մելամաղձ տխուր պատկերներ։ Մգլած սառած է այժմ ամեն բան։
եւ եթե այդ փոքրիկ սերը չլիներ, չէինք ունենա ոչ մի ապաստան։ Վարդգես Սուրենյանցը իր կենդանության օրոք շատ ցուցահանդեսների է մասնակցել, բայց անհատական մի ցուցահանդես է ունեցել ընդամենը, այն էլ Բաքվում։ Այստեղ նրա կտավները 1901 թվականին տեսած մեծահարուստ Պողոս Տեր-Ղուկասովը տպավորված Սուրենյանցով եւ նրա արվեստով ցուցահանդեսից 5 տարի անց նկարչին առաջարկել է նկարազարդել իր վաղամեռիկ աղջկա հիշատակին Յալթայում կառուցվող եկեղեցու որմնանկարները։ Սուրենյանցը որմնանկարների էսքիզների վրա աշխատել է 10 տարի։ 1917-ին նա Պետերբուրգից տեղափոխվել է Յալտա, որտեղ որմնանկարների ու զարդանախշերի վրա աշխատել է մինչև 1920 թվականը։ Դանդաղ ընթացող շինարարությունը, պատվիրատուի անհիմն քմահաճությունները, հոգեմար վեճերը շատ վշտացրել են նկարչին, բայց այնուամենայնիվ նա սիրով կատարել է իր աշխատանքը։ Յալտայի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում Սուրենյանցը հասցրել է նկարազարդել եկեղեցու խորանն ու գմբեթը։ Եկեղեցում աշխատելու ժամանակ Սուրենյանցը ծանր հիվանդացել է եւ մահացել է 1921-ի ապրիլի 6-ին, թեև նրա կենսագիր Սուրենյանցին նվիրված իր մենագրության մեջ գրում է. Յալթայի հին բնակիչները պատմում են, որ հայկական եկեղեցու ձախ կողմում թփերի տակ թաղված նկարիչը համեստ հարգված մարդ էր իրեն ճանաչողների կողմից։ Նա վայր էր ընկել եկեղեցու նկարազարդման համար պատրաստված փայտե հարմարանքների վրայից եւ մի քանի օր անց վախճանվել։ Կարմիր կոմիսարը, իմանալով անվանի նկարչի մահվան մասին, թաղման ժամանակ ջերմ ճառ է ասել եւ հրամայել է տալ 20 համազարկ։ Օտար ափերում ապրած, ստեղծագործած եւ կյանքն օտար հողում ավարտած նկարիչը մշտապես կապված է եղել իր ժողովրդի հոգսերի, խնդիրների, հույզերի ու մտահոգությունների հետ։ Վարդգես Սուրենյանցն ամենուր փնտրել է իր ազգակիցներին եւ երազել է նրանց հետ գեղեցիկի շուրջ միավորվելու եւ համախմբվելու մասին։ Իր հոդվածներից մեկի տողը հենց դրա մասին է։ Զուր չէ, որ հին հռոմեացիներն արվեստն ազատ էին անվանում։ Արվեստով կարող էին զբաղվել միայն ազատները։ Ստրուկներին արգելված էր, բայց եւ այնպես, երբ ստրուկը ձիրք էր Երևան բերում, ազատում էին նրան։ Գեղեցիկի որոնումը ազատության իրավունք է տալիս։ Գեղեցիկը հավերժական է եւ բախտավոր է այն ժողովուրդը, որը դրա պահանջը զգում է։